Հասարակական Մելինե 88-ի Արարատի մաս գյուղ դվին։ Բժիշկները փոխանցում են ծննդատնից վերակենդանացման բաժանմունքի վիրահատարան տեղափոխված կնոջ տվյալները։ 27-ամյա Մելինեն հրազենային վիրավորում է ստացել հիվանդասենյակում։ Հայտնաբերվել է բազմաթիվ գնդակային բեկորային վիրավորումներ, նախնական տվյալներով 3 գնդակային վիրավորման հետ գործում ենք։ Հանրապետական ծննդատան վճարովի հիվանդասենյակում կրակոցներ լսվել են առավոտյան։ Բժիշկները հիվանդասենյակի հատակին հայտնաբերել են երիտասարդ տղամարդու դի, իսկ 27-ամյա կնոջն էլ առնաքամ ու անգիտակից տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Նա հիմա գտնվում է արհեստական շնչառության տակ։ Արտակարգ ու ողբերգական դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն, միայն պարզ է, որ 3 օր առաջ ժամկետից շուտ ծննդաբերած երիտասարդ կնոջը հրազենային վիրավորում է հասցրել ամուսինը։ Առավոտյան նա եկել է կնոջն ու որդուն տեսակցելու, հետո լսվել են կրակոցները։ 3 փամփուշտ կնոջ մարմնի մեջ մխրճելուց հետո 30-ամյա ամուսինը ինքնասպան է եղել։ Պարանոց, ուսահոտ, պարանոց եւ ծոծրակային շրջան։ Գնդակը ոնց որ թե դուրս եկած է, բայց երկուսը գտնվում են Իրանում։ Մասնագետներին հաջողվել է կանգնեցնել առնահոսությունը, բայց նրանք դեռ պայքարում են Մելինե Ասատրյանի կյանքի համար։ Հարուցվել է քրեական գործ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք պահելու համար։ Այդա Կարապետյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։